Քրեակատարողական հիմնարկներում ամենաշատ տարեկան 30 և ավելի մահվան դեպքեր գրանցվել են 2014-16 թվականներին։ Այս տարի 23 դեպք ունենք, ինչը կրկին շատ է։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի գնահատականն է։ Մահերը ունեն տարբեր պատճառներ, դրանցից 8-ը ինքնասպանություններ են, հիմնական մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից, 8-ը տեղի է ունեցել քաղաքացիական հիվանդանոցներում, այսինքն առողջական վիճակի վատթարացման հետևանքով նրանք տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել, իսկ մյուս մասի հետ կապված էլ իհարկե բոլոր դեպքերում են հարուցվում քրեական գործեր, բայց եւս կարող եմ ասել, որ հիմնականում կամ առավելապես կապված են եղել առողջական որոշակի խնդիրների հետ։ Գալյանը տեղեկացրեց, ազգային ժողովում քննարկել են պատժի եւ կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի փոփոխության հարցը։ Փորձելու ենք այնպիսի մոտեցում ունենալ, որպեսզի այն դեպքերում, երբ առանձին հիվանդությունները չեն անցհատում այն շեմը, որոնք համապատասխանում են կոնկրետ հիվանդությանը, այդ ցանկում նշած, հնարավոր լինի գնահատել նաև հիվանդությունների համակցությունը, որպեսզի այդ համակցության առկայության դեպքում անձինք կարողանան հավակնել չկրել պատիժը կամ խափանման միջոցը։ Միքայել arczepiskopos Աջապահյանին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, հազանգում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Այն դիմում, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել եւ ես հանձնարարել եմ, որպեսզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր կմոտենա տեղում իրեն եւ դիմումը կվերցնի եւ կներկայացնի ՀՕԱԿ-ին։ Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես արձանագրված, ոչ, ես խոսում եմ փաստերի մասին։ Միքայել arczepiskopos-ի առողջական վիճակի մասին լրագրողները հետաքրքրվեցին նաև ՄԻՊ-ից, Անահիտ Մանասյանը չցանկացավ խոսել, պատճառաբանելով բժշկական գաղտնիքը, բացի այդ իրավիճակն ավելի մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտություն կա։ Իսկ ինչ կարծիքի է արդարադատության նախարարը պատարագներից առաջ եկեղեցիներում Հայաստանի պետական օրհներգը հնչեցնելու և եկեղեցիների դիմաց եռագույնը տեղադրելու վարչապետի առաջարկի մասին։ Ես կարծում եմ նպատակը եւ գաղափարը մեր պետության, պետականության գիտակցման, պետության ամրության եւ միասնականության գիտակցման մեջ է։ Եվ յուրաքանչյուր կազմակերպությունում էլ, այդ թվում եւ կրոնական հատկապես եկեղեցում, քանի որ եկեղեցու դերը ընդգծված է սահմանադրությամբ, ինչու չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության դրոշները եւ ինչու չի կարող հնչել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Քրեական ենթամշակույթը իսպառ չի վերացել։ Քրեակատարողական հիմնարկների իրավիճակի մասին հարցին այսպես արձագանքեց քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։ Խոսելով հոգևորականների եւ Սամվել Կարապետյանի պահման պայմանների մասին, Թադևոսյանը նկատեց, դրանք նույնն են, ինչ ազատությունից զրկված մյուս անձանց դեպքում։ Ինչ վերաբերում է առհասարակ բանտային պայմաններին, ապա Թադևոսյանը խնդրահարույց համարեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի վիճակը։ Նուբարաշենի պայմանները համեմատության մեջ դիտարկելով ամենավատն են մեր քրեակատարողական հիմնարկներում եւ դրա համար մենք այս տարի որոշակի ուսումնասիրություններ ենք իրականացնում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի այլընտրանքներ փնտրելու համար։ Իհարկե մենք եւս հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը եւ դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք, այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատեսակցության սենյակներ են վերանորոգվել։ Նուբարաշենի բանտում վերջերս կոնֆլիկտային իրավիճակ է եղել աշխատակիցների միջև, մամուլն էր գրել։ Եղել է կոնֆլիկտային իրավիճակ եւ դրա հետ կապված ծառայական քննություն է նշանակվել, հանգամանքները կպարզվեն։ Մեկ այլ միջադեպի մասին էլ հիշեցրին լրագրողները, ինչու անմիջապես չեն կասեցվել Արթիկի քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի լիազորությունները, երբ նրա որդին ընկերների հետ ուսանողի էր ծեծի ենթարկել։ Համապատասխան օրենքներում մենք չունենք այդպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք իր տղայի կատարած կամ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված։ Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում 2845 անձ է անազատության մեջ պահվում, ընդհանուր լրակազմը 4000 հոգու համար է նախատեսված։ Այս պահին բանտարկված է 6 անչափահաս։ ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար արդյոք համաներում կհայտարարվի։ Պետությունը որդեգրել է անհատական մոտեցման քաղաքականությունը եւ մենք հիմա աշխատում ենք պատժից պայմանական բաղաժամկետ ինստիտուտի զարգացման ուղղությամբ եւ որը որ մեզ հնարավորություն կտա հետագայում ըստ մեր հաշվարկների հնարավորինս շատ անձինք որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատվեն։ Վերջին տվյալներով այս տարվա ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 151 անձ, նախորդ տարի 130-ն էին։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։